Հարգելի հայրենակիցներ, արտահերթ նստաշրջանի այս օրակարգում ներառված այս հարցը ոչ միայն հանրաքվեի և ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքներում փոփոխությունների հարցը ոչ միայն հաստատումն է այն բանի, որ մենք շարունակում ենք ունենալ մի իշխանություն, որը անտեսում է բոլոր սահմանադրական կարգավորումները, հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը, ավելին ներկայացված նախագծով, որն առերևույթ հակասահմանադրական հստակ ուղղվածություն ունի, փորձ է արվում սահմանափակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրությամբ երաշխավորված և որևէ սահմանափակման ոչ ընդհակա այս իրավունքը։ Ավելին, այնինչ կառավարության ներկայացուցիչն է այստեղ արձագանքում այս հարցի վերաբերյալ իմ հարցադրմանը, հաստատումն է այն բանի, որ ակնհայտորեն անտեսված է նաև Հայաստանի օրենսդրությամբ պահանջված մի շարք ընթացակարգեր, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովին, որը ընտրական օրենսդրության շրջանակներում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկեր կազմակերպությունը և միջազգային ստանդարտներ առաջ մղող կազմակերպությունը, առանց այս կազմակերպության նույնիսկ ներկայացրած կոնկրետ փոփոխությունների կարծիքի միանգամից երկու ընթերցում է նախատեսվում, ինչը նաև վկայում է գործող իշխանության հակապետական մտածողության մասին։ Ես չգիտեմ, թե ինչ ենթադրություններ ունի իշխանությունը այս նախագծերը նման հրատապ կարգով առաջ մղելու համար, բայց ակնհայտ է, որ հիմնարար իրավունքի նման կարգով ոտնահարումը ևս մեկ ապացույցն այն բանի, որ ՔՊ-ն որևէ առնչություն չունի մարդու հիմնական իրավունքների հետ։